փառք Տիրոջը, մենք ամեն ժամանակ գոհանում ենք եւ փառք ենք տալիս Աստծուն նրա մեծ ողորմությունների համար։ Մենք որովհետեւ այստեղ կապ չենք ունենա Տիրոջ հետ, եթե մենք չփառաբանեինք նրան, որովհետեւ ամեն բանից առաջ պիտի գոհանանք Աստծուց։ Այն ամենը, ինչ որ նա մեզ տվել է, այս կյանքը, այս օրը Տիրոջ ողորմությունն է մեզ բոլորիս համար։ Եվ եթե այսօր ունենք մեր երկրի մեջ խաղաղություն, նա է խաղաղության իշխանը, իսկ Աստծո զավակները նրանք են, ովքեր որ խաղաղություն են անում։ Ամեն խաղաղության օրհնությունները թող գա ձեր կյանքի վրա։ Բոլոր նրանք, ովքեր որ Տիրոջից են, նրանց մեջ խաղաղություն կա։ Նրանք, ովքեր որ Աստծո հետ կապ ունեն, նրանց մեջ խաղաղություն կա։ Եվ ես աղոթում եմ, որ Տիրոջ խաղաղությունը գա քո կյանքիդ մեջ։ Մենք պիտի աղոթենք հիվանդների համար, ինչպես որ արդեն պայմանավորվել ենք եւ հայտարարել ենք, որ ամեն երկուշաբթի ժամը 6:30, ամեն չորեքշաբթի 6:30 եւ ամեն կիրակի 2:30 փառաբանությունից, գովաբանությունից հետո աղոթում ենք անմիջապես բոլոր նրանց համար, ովքեր որ հիվանդանոցներում պարկած են, բուժօգնություն են ստանում, տանն են պարկած երեխաների եւ բոլոր նրանց համար, ովքեր որ այս աղոթքի կարիքը ունեն։ Մենք բոլորս միասին այստեղից եկեղեցուց մենք աղոթում ենք Երևան Արաբկիր համայնք Վաղարշյան 12 հասցեում։ Եթե ունես հնարավորություն, եթե ներում է քեզ առողջությունը, կարող ես անձամբ ներկայանալես եւ այստեղ քեզ համար մենք աղոթենք եւ հավատա, որ Աստծո ձեռքը չի կարճացել քեզ ողորմություն անելու համար։ Եվ այսօր էլ մենք պիտի աղոթենք հիվանդների համար, հիվանդների բժշկության համար։ Ինչի ենք աղոթում հիվանդների բժշկության համար։ Արդյոք հնարավոր է, որ մեր աղոթքի ժամանակ մարդ բժշկվի։ Այո, հնարավոր է, որովհետև մենք աղոթում ենք կենթանի Աստծուն։ Եվ նա խոստացել է 2-3 հոգի երկրի վրա, եթե համաձայնվեն, միաբանեն, ինչ բանի համար որ խնդրեն, պիտի լինի նրանց։ Աղոթքը դա մեր խնդրանքն է, դա մեր ներքին պահանջն է, որ մենք բարձրացնում ենք առ Աստված եւ Աստծո հոգին տանում է դեպի երկինք նրա առաջ եւ նրանից գայսա ողորմություն, որտեղ մենք աղոթում ենք Հիսուսի անունով։ Իսկ Հիսուսն ասեց իմ անունով, եթե աղոթեք, պիտի լինի ձեզ համար, ինչ որ աղոթեք։ Մենք աղոթում ենք հիվանդների բժշկության համար եւ այդ բժշկությունը ըստ Աստվածաշնչի կոչվում է հրաշք, այսինքն մենք աղոթում ենք եւ հավատում ենք հրաշքով բժշկության։ Կա բժշկական միջամտությամբ բժշկություն, կա բժշկական միջամտությամբ հիվանդության խնդրի լուծում, որին մենք դեմ չենք եւ մենք օրհնում ենք եւ բազմիցս մեր ծառայությունների ժամանակ արդեն երևի նոյեմբեր ամսից ինչ որ սկսել ենք, մենք միշտ շնորհակալ ենք եւ աղոթել ենք բոլոր այն բարեխիղճ բժիշկների համար, որոնք որ Տիրոջը ծառայում են եւ որոնց ձեռքերով Աստված մեծագույն հրաշքներ անում եւ շատ անգամ հենց նրանք վկայում են այդ մասին, որ այս կամ այն վիրահատության ժամանակ Աստծո հրաշքը եղավ, որովհետև նրանց հանձնված շատ կյանքեր եւ այսօր էլ պիտի աղոթենք նրանց համար, ովքեր որ վիրահատում են եւ այն բժիշկների համար, ովքեր որ վիրահատում են, որտեղ սա շատ մեծ համար կարեւոր է, որովհետև այսօր շատ վիրահատական միջամտություններից մարդկանց կյանքը փրկվում եւ մենք աղոթում ենք, որպեսզի Տիրոջ ձեռքը վերցնի այդ բժիշկների ձեռքը եւ այդ հրաշքը անի։ Հրաշքը նա է, որ մենք մեր մարդկային ուժերով անկարող ենք անելու, իսկ Աստված իր ամենակարողությամբ հասնում է մեր անկարողությանը։ Մեր կողմը աղոթելն է, մենք չգիտենք Աստված ինչպես է անում, բայց քանի որ մեզ ստեղծել է Աստված մեր մարմնի մեջ ամեն օրգան, եթե հիվանդանում է, Աստված կարողանում է վերականգնի, նույնիսկ հավատա, նա կարող է փոխի, դա աներևույթ է, բայց Աստծո ձեռքը կարող է այդ հրաշք անել քո կյանքում, որտեղ բազմաթիվ այդպիսի հրաշքների ականատես են եղել։ Եվ ես ուզում եմ հիմա, որ մենք մի վկայություն լսենք մեր Կարեն եղբորից, որ ինքը բժշկվել է շատ ծանր հիվանդությունից, խնդրեմ Կարեն եղբայր, եւ ինքը կպատմի, թե ինչպես է բժշկվել եւ ինչ հիվանդություն է եղել։ Ողջունում եմ բոլորիդ, այո, վկայությունը ոնց որ մի լավ բան մարդ անի մարդու հանդեպ ու չվկայի,
առավել եւս Աստված։ Ասում մենք հաղթել ենք սատանային գառանայունով եւ վկայության խոսքով։ Ես էլ բրուցիլոզով հիվանդ էի եւ երբ որ այդքան գիտելիք էլ չունեի Աստծո հանդեպ, Աստծո խոսքի հանդեպ, երբ որ եկեղեցին աղոթեց, Վագ եղբայր աղոթեց, աղոթենք եւ ով ինչ հիվանդություն ունի թող իր ձեռքը դնի դրա վրա, ես դնեցի երակներիս վրա։ Ու երբ աղոթեց, ես զգացի ինչ որ մի բան իմ մեջ կատարվեց, բայց որպես լիարժեք վկայության համար անալիզ էի հանձնել եւ բժիշկը ինձ ասել էր դու սկի տենց հիվանդություն չես է տարել, բայց փաստորեն մի թղթի վրա նայում ես այդ հիվանդա մարդը եւ որոշ ամիսներ հետո նայում ես կատարյալ բժշկություն, դրանից հետո նաեւ Աստծո փառքի համար ասի, դե ընդգրկվեցի որպես արյան դոնոր ու տվել եմ շատ երկար ժամանակ արուն, հիմա էլ որ պետք է ալում Աստծո փառքի համար մարդկանց օգնում եմ։ Շնորհակալ եմ Աստծուց իր բժշկության համար եւ այն մարդկանց համար, որոնք հավատում են ու աղոթում են ու Տիրոջ գործը այս երկրը շարունակում են, թող օրհնվեն, ապաշխարեն ու շատանան։ Ամեն։ Կարո եղբայր ջան, ես ուզում եմ մի հատ ճշտեմ, այսինքն դու բժշկական զննություն ես անցել եւ բժիշկները ուրեմն այդ զննության ժամանակ, այդ անալիզների ժամանակ արյան, երբ որ հանձնել ես, հայտնաբերել են քո մեջ բրուցելոզի այդ վիրուսը, հա։ Հայտնաբերել են այդ հիվանդությունը եւ երբ որ պետք եղավ ես գնացի արուն տալու մի քանի ամիս հետո, երբ որ այդ իմ թղթերը նայեցին իմ հետազոտողը, ասին դու սաղ կյանքդ հետո մինիմում 10 տարի չես կարա արուն տաս, քանի որ դու ունես արյան հիվանդություն, այդ բրուցելոզը։ Եվ որոշ ամիս հետո երևի գնացի ես եկա ծառայություններին մասնակցելու հիմար աղոթեցի եկեղեցով, ես ընդունեցի որ բժշկված եմ, բայց դրա համար նաև ինձ ապացույց էր այսպես ասած, ոչ թե Տիրոջ վրայի կասկածում, այլ այդ թուղթն էր պետք։ Եվ երբ որ արյան անալիզ հանձնեցի, ասեցին դու սկի տենց հիվանդություն երևի չես է տարել, բայց փաստորեն ես հիվանդացել եմ, ես գիտեմ այդ ծանրությունը իմ կյանքի վրա, իմ օրգանիզմի վրա ես զգացել եմ։ Ու երբ արյան անալիզը հանձնեցի, ասեցին դու բժշկված ես, դրանից հետո ընդգրկվեցի նաև որպես արյան դոնոր։ Բարդ Տիրոջ, եկեք մենք Տիրոջը ծափարենք, Տեր օրհնի, Քահան եղբայր ջան, շնորհակալ ենք այս վկայության համար։ Բարդ Տիրոջը, սիրելի Աստծո ժողովուրդ, սա վկայությունը, սա հրաշքա, որ տեղի է ունեցել, որովհետև այդ հիվանդությունը շատ անգամ ասում են, որ անբուժելի է եւ Աստծո հրաշքով առանց բժշկական միջամտությունների, առանց դու դեղ խմել ես այդ ուղղությամբ, դեղորայք ընդունել ես։ Մնում է, այո, այդ վիրուսը մնում է եւ դա դուրս չի գալի, բայց բժշկական զննությունը, երբ որ Կարեն եղբայրն անցել է, բժիշկներն ասել են, որ դու նույնիսկ չես էլ հիվանդացել։ Աստված երբ որ բժշկություն է անում, այո, վստահ եղիր, որ նույնիսկ հետքը չի մնում այդ հիվանդության։ Մենք ժամանակ առ ժամանակ ունենք վկայություններ այն հիվանդություններից, որոնք որ այստեղ աղոթքի ժամանակ, բժշկության մեր աղոթների ժամանակ Աստված բժշկել է եւ հրաշք արել։ Իսկ հիմա հերթը քոնն է, սիրելի քույրս ու եղբայրս, ձեռքը դիր քո հիվանդ տեղիդ վրա եւ միասին աղոթելու ենք, միասին աղաղակելու ենք, միասին մեր աղոթքը բարձրացնելու ենք դեպի երկինք եւ Աստծո ողորմությունը գալու է քո կյանքում։ Մենք փառավորում ենք Հայրս Հիսուսի զորավոր անունով քո փառավոր հաղթանակը։ Մենք շնորհակալ ենք Հիսուս, որ եկար աշխարհ եւ կյանքը տվեցիր մեր մեղքերի, մեր հանցանքների եւ մեր անօրենությունների համար։ Շնորհակալ ենք քո մեծ ողորմության համար, շնորհակալ ենք քո տարած փառավոր հաղթանակի համար, շնորհակալ ենք որ քո ձեռքդ մեկնում ես եւ քո հրաշքը տանում ես աննկատ, նույնիսկ մեր թերահավատության ժամանակ, նույնիսկ մեր տկարության ժամանակ, որովհետեւ դու մեզ սիրում ես եւ քո սերդ մեզանից շատ բան չի պահանջում։ Սիրելի քույրես եղբայրս, որպես հավատքի դրսևորում փակիր քո աչքերը, որպես հավատքի դրսևորում կամ ծնկի արի, կամ նստի, կամ կանգնի, իսկ եթե անհնար է որ այդ դիրքերով լինես աղոթքի մեջ, կարող ես պառկես, միայն թե ձեռքը դիր քո հիվանդ տեղի վրա, եթե քո երեխան է հիվանդ, գրկիր նրան, ձեռքը դիր նրա հիվանդ տեղի վրա, փակիր աչքերդ, եւ ես Հիսուս Քրիստոսի անունով հրամայում եմ, որ ամեն հիվանդություն, ամեն ցավ, ամեն տկարություն քո մարմնի բոլոր հիվանդ անդամներից հենց հիմա հեռանան ու չքվել, եւ ես բժշկություն եմ խոսում քո գլխից մինչեւ ոտքի թաթը, Տիրոջ հրաշքն եմ խոսում, ես խոսում եմ որ Աստվածային ուժն ու զորությունը անցնի հիմա
Տեր Հիսուս Քրիստոսյան եւ դու զգաս այդ զորությունը, զգաս այդ հպումը, զգաս այդ ուժը, զորավոր ջերմությամբ, երբ որ դու հիմա քո ձեռքդ կտնես, քո ձեռքի տակ կրակի պես այրոց կզգաս, դա Սուրբ Հոգու հպումն է, որտեղ Սուրբ Հոգին կրակ է, եւ այդ կրակը կայրի հիմա, այդ կրակը ես խոսում եմ, որպեսզի վերացնի, ոչնչացնի ամեն ուռուցք, ամեն հիվանդություն, ամեն ցավ, ամեն վիրուսները, Հիսուսի անունով ես խոսում, որ քո մարմնից հեռանան, քո արյունից դուրս գան, քո աղիքներից, քո ստամոքսից, ես աղոթում եմ, որ շնչուղիներդ բացվեն Հիսուսի անունով, ես աղոթում եմ, որ հենց հիմա Տիրոջ լույսը գա քո աչքերիդ մեջ, եւ ես աղոթում եմ, որ քո աչքերիդ բիբերը հիմա բժշկվեն, քո աչքերիդ մեջ ցավ կա, ճնշում կա, ես աղոթում եմ, որ այդ ամենը կարգավորի, գլաուկոման Տեր Հիսուս Քրիստոսի անունով հեռանա, կատարախտը հեռանա, հենց հիմա, հենց հիմա, հենց հիմա, հենց հիմա, հենց հիմա, արյանդ մեջ խոսում եմ, բժշկություն կա, բոլոր այն երեխաների, պատայների, մանուկների համար, որոնց ծնողները հիմա աղոթում են, որոնք պարկած են հիվանդանոցներում, ամբուժելի հիվանդություններով, ցավերով, ամեն տեսակի վարակներով, ես աղոթում եմ, որ հիմա Տիրոջ բժշկարար զորությունը հպվի, քո փառքդ երևա, քո բժշկարար զորությունը թող իջնի, Տեր Հիսուս, Տեր Հիսուս, Տեր Հիսուս, խնդրում եմ, անցիր բոլոր հիվանդանոցներով, բոլոր հիվանդասենյակներով, Տիրոջ քո փառավոր զորավոր անունը թող մեծարվի, թող լցվի քո ներկայությունը ամենուրեք, թող զգան մարդիկ քո սերն ու ողորմությունը, Հիսուս, 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 քո անունով եմ բարձրացնում այս աղոթքը դեպի երկինք, Հայր Աստված, քո որդու Հիսուս Քրիստոսյանով, քո բժշկարար զորությունը թող հորդա անցնեվի նման, բոլոր հիվանդանոցներում պարկած հիվանդների, նրանց վրա ովքեր որտեղ ցավերով տառապում են, թող այդ ցավերը դադարեն, Հիսուսի անունով մենք խափանում ենք եւ կապում ենք այդ ցավերը, ամեն շնչառական հիվանդությունները, որ շնչահեղձ են անում, ասմացի, բրոնխիալ, ամեն հիվանդությունները, մենք Հիսուսի զորավոր անունով կապում ենք եւ դուրս ենք շպրտում բոլոր այն թոքերից, որտեղ ախտորոշված է Տեր իմ Աստված, թոք հաղթ հիվանդությունը, մենք այդ ախտանիշները Հիսուսի անունով արգելում ենք, հիմա Տեր քո զորությամբ բպվիր, որպեսզի շնչողիները Տեր ազատագրվեն ամեն վիրուսներից, ամեն հիվանդություններից, Տեր Հիսուս, ես աղոթում եմ, որ օդացավերը հեռանան, ով Տեր Հիսուս, ես աղոթում եմ, որ այլան քաղցկեղը հենց հիմա չկվի ու մաքրվի, ես աղոթում եմ, որ բոլոր այն մարդկանց ոտքերի, ձեռքերի, հոդերի, մկանների մեջ կա ցավ, կա հիվանդություն, անդադար, ցավ ու լարվածություն, Հիսուսի անունով, ես արգելում եմ այդ ցավերը, ես կապում ու խափանում եմ այդ ցավերը, Տեր քո բժշկարար զորությամբ բպվիր, փառք ես, ողորմած Աստված, հրաշագործ Աստված, շնորհակալ եմ քեզանից, քո հպումը Տեր, թող քո հպումը լինի բոլոր հիվանդանոցներում եւ տներում պարկած հիվանդներին, քո զորությամբ, քո փառքով հրաշքարա, որտեղ դու հրաշագործ Աստված ես, մենք դուրս ենք գալի Հիսուսի անունով այս բոլոր հիվանդությունների ու ցավերի դեմ, Տեր, մենք արգելում ենք այս ցավերը եւ խափանում ենք այս հիվանդությունների հետագա զարգացումը եւ խոսում ենք քո վերքերի բժշկությունը, հենց հիմա Տեր, փառք ես բոլոր նրանք, ովքեր որ անքնությամբ են տառապում, բոլոր նրանք, ովքեր որ Տեր իմ Աստված, փառավոր Հայրս դիվային հարձակումների մեջ են, անխաղաղությունների, ներքին անհանգստությունների, տագնապների, տառապանքների, ես Հիսուսի անունով խափանում եմ այդ դիվային ուժերը, հալածում եմ այդ դիվային ուժերը եւ դուրս եմ շպրտում նրանց հոգուց եւ հոգեվոր աշխարհից, ով Տեր, որոնց հոգեվոր աշխարհը թափանցել են տարբեր մեղքերի, տարբեր տեսակի սխալ գործողությունների պատճառով, Հիսուս փառավորում եմ քեզ եւ ես հալածում եմ այդ նյարդային ամեն անխաղաղությունները, դեպրեսիաները, ստրեսները, ամեն տեսակի վախերը թող դադարեն ու խափանվեն այն երեխաների կյանքում, ովքեր որ Տեր վախ ունեն մթությունից, գիշերային Տեր իմ Աստված, փառավոր Տեր ջան, պահերի մեջ քնի ժամանակ վեր են թռնում
եւ դիվային հարցակումների մեջ են։ Դուրս Հիսուսյանով։ Բոլոր են խավար ուժերը դիվային ոգիներով կանած են այն հիվանդությունների հետևից, որոնք որ Տեր իմ Աստված փառավոր Տերս տանջում են եւ տառապանքի մեջ են դրել մարդկանց։ Ես սաստում եմ քո որդու Հիսուսյանով։ Դուրս արի հայրս, դուրս արի այս բոլոր հիվանդություններից հավերի դեմ։ Քո փառքով, թող քո բժշկահար զորությունը շարժվի Տեր։ Հիսուս, թող քո կենթանի սորավոր ջերմ կրակ անցնի։ Ով Հիսուս, փառավորում եմ քեզ, շնորհակալ եմ քեզանից, որ լսում ես, շնորհակալ եմ քեզանից, որ ողորմում ես, շնորհակալ եմ քեզանից, որ փառքը ցույց ես տալի, շնորհակալ եմ քեզանից, հալելույա։ Օ, շարունակիր աղոթքի մեջ մնալ, սիրելի քույրս ու եղբայրս, սիրելի օրհնյալ մարդ, եթե հիմա նայում ես մեզ, շարունակիր այս երկրպագության, այս երկի ժամանակ Միայն մեկը կա, որ արժանի է, փառքը պատիվը, զորությունը ընդունելու։ Միայն մեկը կա, Հալելույա, որ արժանի է, փառքը պատիվը, զորությունը ընդունելու։ Աստված անտես բայց իրական, զարմանալի ու աննման, նրան ես կփառաբանեմ։ Հալելույա, փառք ես Տեր, շարունակիր քո զորավոր եկամուտը, փակիր քո աչքերը լռության մեջ, ուղղակի այս ներկայությունը թող գա այս տեսախցիկից, դեպի քո սենյակը, դեպի քո հիվանդասենյակը, եւ թող լսվի քո սենյակը, Տիրոջ բժշկահար զորությամբ, վայելիր այս ներկայությունը, եւ թող դադարեն ամեն ցավերը, եւ թող Տիրոջ խաղաղությունը գա քո բոլոր մարմնի անդամների մեջ, հիմա Հիսուսի անունով, ընդունիր եւ ասա ամեն, փակիր քո աչքերդ, մի բաց, մինչեւ ես կասեմ, փակիր քո աչքերդ, բարկած, նստած, կանգնած եւ վայելիր այս հրաշք բժշկությունը։ Օ, սալարի երկրպագեմ, ու ամբողջ կյանքս ես քեզ կնվիրեմ։ Աթորիտ արջեմ, երկրպագեմ, ու ամբողջ կյանքս ես քեզ կնվիրեմ։ Միայն մեկը կա, որ արժանի է, թող բժշկահար զորությունը իջնի ամբողջ Հայաստանի վրա, գյուղերում, քաղաքներում, որտեղ որ հիվանդներ կան եւ հույս չունեն, բժշկությամբ, թող այս բժշկությունը շարժվի, ազատագրվի, երևա քո փառքով եւ արթության կրակը թող բորբոքվի, թող քո երեսը ցայլի, լույսը ցակի եւ քո շոշափելի ներկայությունը զգալի լինի ամեն մամքո Տեր, որ սրտեր բացվեն քո առաջ, որ ծնկներ ծալվեն քո առաջ, որ լեզուները դավանեն ու փառավորեն, երբ քո տունը լցվի բազմականներով, քո փառքը գովերքով, հալելույա, զարմանալի ու աննման, նրան միայն ես կփառաբանեմ։ Ով Տեր Հիսուս քեզ, սրտովս կփառաբանեմ, ով Տեր Հիսուս քեզ, հոգովս կփառաբանեմ, ով Տեր Հիսուս միայն քեզ, սրտովս կփառաբանեմ, ով Տեր Հիսուս քեզ, հոգովս կփառաբանեմ, աթորիտ արջեմ, երկրպագեմ, ու ամբողջ կյանքս ես քեզ կնվիրեմ։ Աթորիտ արջեմ, երկրպագեմ, ու ամբողջ կյանքս ես քեզ կնվիրեմ։ ամեն, հալելույա, փառք ես, շնորհակալ ենք քո առաջ, խոնարհվում ենք, փառք ես, Հիսուս, ով Հիսուս, ասա այս անունը,
Կանչիր այս անունը, հալելույա։ Այս անվա մեջ զորություն կա, այս անվա մեջ կյանք ու բժշկություն կա, ողջ դժողքը սարսափում այս անունից, ասա Հիսուս, Հիսուս, կանչիր այս անունը որտեղ որ գտնվում ես, ասա ես բժշկված եմ Հիսուս, քո վերքերով, շնորհակալ եմ քո արյան համար, Հիսուս, հալելույա, Հիսուս, ով Հիսուս, ով մենք փառավորում ենք քեզ հրաշագործ Տեր, ով սանարիա, հալելույա, փառք ես Տեր, մոռացիր քո հիվանդության մասին, մոռացիր քո հիվանդության պատմության մասին, որովհետև Տերը հիմա բժշկում է, հավատքով ընդունիր սա եւ ասա ես բժշկված եմ, ոչ թե կբժշկվեմ, ասա ես բժշկված եմ հիմա նրա վերքերով, հալելույա, թող իջնի Տիրոջ բժշկությունը բոլորանց վրա, ովքեր որ լյարդի մեջ խնդիր ունեն, ովքեր որ երիկամներում քարեր ունեն, Տեր Հիսուսի անունով եմ աղոթում, որպեսզի նրանք փշրվեն ու դուրս գան, ես աղոթում եմ բոլոր նրանց ծնկների համար, ում ծնկների մեջ հիմա ցավ կա, ես աղոթում եմ բոլոր նրանց համար, որպեսզի քո զորավոր հպումը դինի, ովքեր որ շարժայ սայլակներում են նստած, Տեր թող քո զորությունը իջնի եւ նրանց սրունքները թող լցվի քո զորությամբ եւ թող նրանք վեր ցածկեն ու ասեն Փառքիդ համար ես աղոթում եմ որպեսզի հենց հիմա խուլ ականջներ բացվեն եւ լսեն ձայնը քո փառքի ես քամդում եմ համրության անեծքը ես աղոթում եմ որ նրանք ովքեր որ համր են գա քո զորությունը նրանց շուրթերին եւ նրանք փառավորեն եւ խոսեն քո մասին հալելույա փառք ես Տեր փառք ես Տեր շնորհակալ եմ քեզանից քո գահի դարձև են կանգնած շնորհք եւ ողորմություն ենք խնդրում ես շնորհակալ եմ քեզանից որ լսում ես մեզ ամեն հալելույա փառք Տիրոջը Տեր օրհնի սիրելի քույրս ես եղբայրս սիրելի Facebook-ով մեզ հետևող Տիրոջը սիրող ժողովուրդ որ մեզ հետ աղոթեցիք ես հանձնում եմ քեզ Տիրոջ ձեռքերիդ մեջ քո հիվանդությունը բժշկված է նրա ձեռքերի մեջ շարունակիր քո բուժ օգնություն ընդունել թող բժիշկները տեսնեն թող բժիշկները հետազոտեն թող բժիշկները վկայեն ինչպես Կարեն եղբայրն ասեց եւ թող նրանք ասեն դու հիվանդ նույնիսկ չես եղել եւ եթե կառաջնորդվես կարող ես գաս ամեն երկուշաբթի 6:30 ամեն չորեքշաբթի 6:30 ամեն կիրակի 2:30 Երևան Արաբկիր համայնք Վաղաշ Վաղարշյան 12 հասցեով եւ կարող ես դինես եկեղեցում վկայես եւ մենք քո համար անձամբ կաղոթենք եւ թող Տերը փառավորվի այս ամենի մեջ ամեն մնաք Աստծո խաղաղությամբ կհանդիպենք չորեքշաբթի 6:30